Դերակատարները շատ ավելի շատ են, քան հնարավոր էր պատկերացնել։ Առաջին հայացքից պիտի լինեին առաջինները կամ առաջին տասնյակը կամ ութնյակը, բայց իրականում այդպես չի։ Խաղում են բոլորը, խաղի մեջ են բոլորը, ամենամանր պետություններից սկսած վերջացրած ամենախոշորներով եւ նաեւ իրավիճակ թելադրողներով, եւ այս պարագայում հրաշալի դաշտ է սկսում բացվել նույն դիվանագիտության համար, որից բացարձակապես Հայաստանը չի օգտվում։ Ինչքան էլ փորձեն այդ հիմա դիվերսիֆիկացումից անցան բալանսավորվելու, ինչ որ տենց մանևրելու եւ այլն, դա ծիծաղ է առաջացնում, պարզ պատճառով, որովհետեւ դու նախ չունես կոնկրետ հաշվարկ, 1, երկրորդը դու չես կարողանում կանխատեսել ինչ պիտի լինի քո վաղը, դու որդեգրել ես ամենահեշտ ճանապարհը, զիջման ճանապարհը, հա, եւ փորձում ես այդ զիջման միջոցով կորզել արդեն քեզ ծառայեցնել այն իրավիճակը, ինչը քեզ պիտի շարունակաբար պահի իշխանության վրա։